Թրամփը բլիթից անցնում է մտրակի, ռուսների վերջին հույսը չարդարացավ։ Երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ասաց բառացի հետևյալը. Ալյասկայում ռուս-ամերիկյան հարաբերությունների դրական իմպուլսը սպառվեց, իսկ Պուտինի խոսնակ Պեսկովն ասաց. ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացը հիմա անորոշ դադարի մեջ է և Թրամփ-Պուտին նոր հանդիպում այլևս չի նախատեսվում։ Նույնիսկ ռուսական պրոպագանդայի կարկառուն ներկայացուցիչ Օլգա Սկաբեևան Ռոսիա 24 ալիքով հեռարձակվող 60 րոպե իր հայտնի հաղորդման եթերում ստիպված էր խոստովանել, որ Թրամփի ադմինիստրացիայի հանդեպ նման կատեգորիկ հայտարարություն Կրեմլը առաջին անգամ է անում։ Ռուսների Թրամփի հետ կապված վերջին հույսը այդպես էլ չարդարացավ։ Ռուսաստանի հարցով նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, ով հայտնի էր Պուտինին սիրաշահելու և նրա հետ լեզու գտնելու դիրքորոշմամբ հրաժարական է տվել։ Իր հերթին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը ասաց. ԱՄՆ-ն ունի այնպիսի հզոր զենքեր, որոնք կարող են բեկում մտցնել պատերազմում և դեռ չեն տրամադրվել Ուկրաինային։ Ըստ որոշ հաղորդագրությունների ամերիկյան Թոմահավք տեսակի հրթիռների առաջին խմբաքանակը թվով 200 հատ արդեն ժամանել են Նիդերլանդներ։ Վերջ, ԱՄՆ քաղաքականությունը բլիթից անցնում է մտրակի և տեսանելի արդյունքները իրենց շատ երկար սպասել չեն տա։ Այսօրվա Կիևի տոտալ հոսանքազրկման պատասխանը շուտով կլինի, քիչ մնաց։